Այգեշացի այս երեխաները բարի նախանձով են վերաբերվել հարևան գյուղերի տղաներին, որոնք ֆուտբոլ խաղալու հնարավորություն են ունեցել հենց իրենց բնակավայրում։ Երբեմն այդ հնարավորությունից իրենք են օգտվել հյուրընկալվելով նրանց։ Իրանք մեզանց կապ չունի, որ շատ են պարապել։ Ես օրինակ ֆուտբոլիստ եմ, իրանք էլ են ֆուտբոլիստ։ Մենք բոլորս հավասար խաղում ենք։ Որ այգեշացի տղաներն էլ մարզվելու տեղ ունենան, նաև կարողանան ֆուտբոլի առաջնություններ կազմակերպեն իրենց մարզադաշտում, Լուիզա Վարդանյանը մասնակցային բյուջետավորման ծրագրով ֆուտբոլի դաշտ կառուցելու առաջարկ նախագիծ է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետարան եւ բաց քվեարկությամբ առաջարկը հաղթել է։ Մարզադաշտ կառուցելու օգտին քվեարկել է 3345 մարդ։ Գյուղի բնակիչներն շատ ակտիվ, չափից շատ ակտիվ, մեր սպասումներից շատ ակտիվ մասնակցել են ծրագրին, քվեարկություններով, տարածելով տեղեկությունը, որպեսզի գյուղից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող մեր բնակիչները, նաև ընկերներ, ծանոթներ, բարեկամներ քվեարկեն այս ծրագրի օգտին։ Ֆուտբոլի դաշտի ընտրությունը պատահական չի եղել, քանի որ մեր գյուղում կան մարդիկ շատ աշխատավոր եւ ծանր կյանքով, ում անհրաժեշտ էր նման վայր։ Ֆուտբոլի դաշտի բացմանը երկար էր սպասել ամբողջ գյուղը։ Ժամանակակից սպորտային միջավայրը լիցքաթափվելու հարմար վայր կդառնա ոչ միայն պատանիների, այլև տարեցների համար, որոնք հնարավորություն կունենան օրվա մի հատվածը նվիրել առողջ ապրելակերպին։ Ի պատիվ այգեշացիների համախմբման մարզադաշտը միասնություն անունն է ստացել։ Սա 2025 թվականի մասնակցային բյուջետավորման ծրագիրն է, որի արժեքը շուրջ 56 միլիոն դրամ է, 73% կառավարության մասնաբաժինն է, 27% համայնքի մասնաբաժինը։ Սա համայնքային ենթակառուցվածք է, որը անվճար է լինելու։ Մարզադաշտից առաջ էլ դպրոցում մանկապարտեզտանող ճանապարհներն են նորոգվել, նաև սուբվենցիոն հայտ է ներկայացվել կառավարություն ևս 2 փողոց նորոգելու համար։ Շատ գործ է արվել այս ընթացքում այգեշատ բնակավայրում, մանկապարտեզն է բացվել, որ չունեինք երկար տարիներ եւ երեխաներ օգտվում էին այլ համայնքի մանկապարտեզներից, լուսավորության հարցն է լուծվել, ջրի հարց է լուծվել։ 2026 թվականին արդեն Մրգաստան գյուղի հայտն է հաղթող ճանաչվել, որի արդյունքում այս պահին մենք նախագծային աշխատանքներ ենք իրականացնում Մրգաստան գյուղում ընդհանուր բարեկարգ տարածք ունենալու հետ կապված։ Իսկ մարզադաշտում խաղային կրքերն արդեն եռում էին։ Համայնքապետի փոխանցումով սկսած առաջին ֆուտբոլային խաղում գրանցվեցին առաջին գոլն ու առաջին հաղթանակը։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։